Պարոն Մովսիսյան, մենք տեսանք, որ դուք մասնակցում եք Հովանավանքում հավաքին, աջակցում եք այդ գործընթացում Նիկոլ Փաշինյանին, այդ սակավությունը մարդկանց ձեզ չանհանգստացրեց եւ ինչ հնարավորություններ ունեք, որ կարողանաք կաթողիկոս հեռացնեք ձեր թիմով։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ մարդկանց սակավությունը ես ուզում եմ հասկանալ ինչ համեմատություն է անցկացվել, որ որոշվել է, որ սակավ են մարդիկ։ Օրինակ իմ կարծիքով հոց բազմություն կար, որովհետև եթե դուք գնաք պատարակները սովորական եկեղեցիներում նայեք, թե ինչքան մարդ է մասնակցում ու համեմատությունը այդպես անցկացնեք, վստահորեն նման կարծիք չէիք ասի, իսկ ինչ վերաբերում է նրան, որ որոշ լրատվամիջոցներ տարածել էին, որ այսպես ասած մենք ուզեցել ենք, որպեսզի շատ մարդիկ լինեն եւ դրա համար այդ տեսակետն են հնչում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման նպատակ մենք մեր առաջ չենք դրել եւ նման նպատակ չենք նկատի ունեք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ուղերձով էր հանդես գալիս, որպեսզի գնան եւ Հովանավանքում մասնակցեն պատարակին եւ հաշվի առնելով, որ վարչապետն է այդ հայտարարությունը արել, մարդկանց թիվը իսկապես քիչ էր։ Տեսեք, վարչապետը կոչ չի արել, որ գան մասնակցեն ժողովուրդը, մենք ասելով ի նկատի ունեմ, ես քաղաքական հարց չի սա, ես իմ մասով եմ ասել, ես իմ առաջ նպատակ չեմ դրել, որովհետեւ որ շատ մարդ մասնակցի ու ինձ էլ զուտ ես իմ կնոջ հետ եկել եմ մասնակցեմ պատարակին, ի աջակցություն ես արդեն ասել եմ նաև Տեր Արամի, իսկ ինչ վերաբերվում է մարդկանց թվաքանակի մասով, ասում եմ, այդ խոսակցությունը ընդհանրապես տեղին չէ եւ չեմ կարծում, որ Այս կիրակել եք մասնակցելու։ Ամենայն հավանականությամբ կմասնակցեմ։ Եվ այդ մասնակցությունը ինչ է փոխում, ինչ խնդիր եք դրել ձեր առջև կաթողիկոսին հետո հեռացնում, օրինակ այսօր Փաշինյանն ասում էր, որ աղոթքով գնալու ենք եւ հետո շարունակենք էջմիածնում։ Ես իմ խոսքում անցած անգամ էլ ասեցի, ես մասնակցում եմ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ մասնակցում եմ պատարակին եւ նաեւ այդ մասնակցությամբ իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին։ Ինչու հենց Արամին, մենք տեսել նախկինում, որ դուք ակտիվ մասնակցեք պատարակների եւ ինչով է պայմանավորված այդքան հոգեվոր զարթոնքը ձեր մոտ։ Տեսեք, ես շեշտեցի անցած անգամ էլ, որ ոչ միայն Տեր Արամի մասին է խոսքը, այլ բոլոր այն հոգեվորականները, ովքեր որ իրենց մեջ ուժ գտնեն եւ կհաղթարեն եւ կբարձրացնեն բոլոր այն խնդիրները, որ արատավորում է մեր Սուրբ Առաքելական եկեղեցին, ես պատրաստ եմ նաեւ ի աջակցություն նրանց նաեւ մասնակցել այն պատարակներին, որտեղ որ նմանատիպ հոգեվորական արժեքներ կրող դեր հայրեր կունենանք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կաթողիկոսը հոգեվոր կյանքը փակուղի է մտցրել։ Ինչպես եք չափում, որ այո, ես ավարտում եմ։ Շատ լավ, ավարտում եմ, քանի որ նույն թեման է։ Փակուղի ինչպես է մտել հոգեվոր կյանքը։ Ինչպես եք չափել, որ այդպիսի հայտարարություններ եք անում։ Ես Նիկոլ Փաշինյանն է անում եւ թիմը Երբ նոր է հայտարարություն։ Կաթողիկոսը հոգեվոր կյանքը տարել է փակուղի։ Ես բյուջեի քննարկմանն էի, հիմա ասում եմ, ես բյուջեի քննարկման էի, չեմ լսել ինչ հայտարարություն է եղել։ Հարցում կիրակի օրը կպատասխանեմ։ Կաթողիկոսին հեռացնելու շանսեր ունի իշխանությունը եւ ինչպես եք հեռացնելու։ Հարցը շատ պարզ է, այն մարդը, ով որ ունի զավակ, չի կարող լինել կաթողիկոս ու այլապես պետք է արձագանքեր եւ չարձագանքելը խոսում է նրա մասին, որ այն հարցը, որ բարձրացվել է համապատասխանում է իրականությանը։